Նա կարողանում է հումորի լեզվով խոսել ամենասուր և ամենաարդիական հարցերի շուրջ, ի վերջո մասնագիտությամբ լեզվաբան է, և շատ լավ գիտի լեզվի հմայիչ և կախարդական ուժը, այդ ուժին չկարողացավ դիմակայել նաև իր ապագա կինը, նախկինում ուսանողուհին։ Իմ հյուրն է այսօր Նարեկ Մարգարյանը և իր կինը Մաշան։ Բարի երեկո Նարեկ, Մաշա, շատ ուրախ եմ, որ այսօր Սպիտակ անկյունում ինձ հետ եք։ Բարի երեկո, շատ ուրախ ենք, շատ գեղեցիկ տաղավարում լինել։ Ես իմացա արդեն նախապես, որ Մաշան հետևում է մեր եթերին, այսինքն սեղանին ինչ է դրված, տաղավարը ինչպիսին է։ Առհասարակ համտեսենք տաղավարը։ Առհասարակ հետևում ես Նարեկի աշխատանքին, այսինքն չգիտեմ, եթե նոր հաղորդում է, գնալ նայել ինչ տաղավար է եւ այլն, թե միայն սահմանափակվում ես հագուստը դնելով։ Դե գնալ նայել ոչ, բայց անպայման հեռուստատեսությամբ հետևում եմ, անպայման քննարկում ենք նախորդ հագուստը եւ այլն, խորհուրդներ եմ տալիս, միշտ լսում եմ։ Ընդունվում են խորհուրդները։ Հա, անպայման, այսինքն ինչ որտեղ արդեն ոնց որ ստիլիստ ունենք։ Հասկացա, վատ չի։ Նարեկ, ինչպիսին էիր դու փոքր ժամանակ, ինչ շատ հետաքրքիր է։ Չար, առաջի բառը դա է միշտ մտքին գալիս, ես այն աշխուժ երեխաներից էի, ով ոչ միայն ծնողներին, տատիկին, պապիկին հանգիստ չէր թողնում, այլ տենց շենքներ ընդհանուր բողոքում, բայց դա… Այսինքն ինչ աստիճանի։ Շատ տենց ֆանտազիային որևէ սահմանափակում չդնող աստիճանի, մենք իմ հորեղբորս տղայի հետ նույնիսկ գիրք էինք վարում, որտեղ մեր այդ չարությունները գրում էինք։ Ոչ մի բան չի մոռացվել, ոչ մի բան անհետք չի անցել։ Այսինքն գիրքը պահպանված է։ Գիրքը կորել է, բայց բառ հիշում ենք։ Այ մենք մինչև հիմա վիճում ենք, որ մենք սա կորցրել, բայց որ չկա դա փաստ է։ Կարևորը հիշեք ու ինձ թվում է այն մարդիկ, ովքեր այդ շենքում ապրել են, բավականին լավ հիշում են։ Մարդիկ, պատերը, լարերը, չգիտեմ, ապակիները։ Ահա, հասկացա։ Ծանր մանկություն են ունեցել այդ մարդիկ։ Նարեկ, առհասարակ ասում են հումորով տղաները միշտ լինում են հավաքույթների կենտրոնում ուշադրության, ինչպես նաև աղջիկների, բայց դու որ տեսակին ես պատկանում, նրանց ովքեր թե, այսինքն այդպիսին են ուղակի, թե կադրից դուրս, լուրջ, չխոսկան։ Ինձ թվում է երկուսին էլ պատկանում եմ, որովհետև եթե, ասենք, ես տրամադրված չեմ, հա, լինել այդ պահի Ջիմ Քերի սենց տրամադրությամբ մարդը, ես չեմ լինի, եթե տրամադրված եմ, կլինեմ զուտ տրամադրությունից է կախված։ Մաշիս, որ տեսակին ես ավելի սիրում։ Ճիշտն ասած, ինքը տարբեր շրջապատներում տարբեր է, ես համաձայն չեմ, որ այդ տրամադրությունից է այդքան կախված, ավելի շատ շրջապատից է կախված, որովհետև եթե անծանոթ շրջապատ է, բոլորը սպասում են, որ ինքը հումորիստ է, ասենց պետք է բոլորին հիմա ասենց ծիծաղեցնի ուշադրության կենտրոնում լինի, բայց չէ, ինքը ասենց լուրջ է, բայց եթե մեր ընդհանուր ծանոթներն են եւ այլն։ Այսինքն հարմարավետության գոտին այստեղ շատ մեծ նշանակություն ունի։ Երևի դա էլ նշանակություն ունի։ Իսկ կողմն էլ ես շատ հաճախ տեսել եմ, որ մարդիկ փորձում են դա անել ու չափից դուրս շատ են անում ու դա ինձ թվում է երբեք գեղեցիկ չի նայում, դրա համար չեմ ուզում միանգամից բոլորի վրա տենց անմոռանալի ինչ-որ տպավորություն թողնել։ Իսկ ինչքանով է հումորը քեզ օգնել առհասարակ կանանց հմայելու համար։ Ժամանակին օգնել է։ Ինձ թվում է առհասարակ կյանքում դա շատ օգտակար բան է, ցանկացած մարդու հետ ոնց որ այդ միանգամից սառույցը կոտրել ու անցնել ինչ-որ ավելի բարձր լեվելի շփման։ Դա միշտ օգնել է եւ շարունակում է։ Դու ընդունվեցիր Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ, մի վայր, որտեղ հիմնականում 99%-ով սովորում են աղջիկներ։ Ինչու՞։ Դե տենց լեզուների հետ ոնց որ ասած սեր ունեի։ Ոչ թե սեր ունեի, այլ շատ հեշտ տրվում էին եւ ինձ մինչ օրս շատ հետաքրքիր է դա։ Այսինքն
դա իհարկե տեսնում ես մի բան համ լավ է մոտդ ստացվում, համ իրոք ուզում ես շարունակել կատարելագործվել, ինչ որ եթե մի լեզվում արդեն գտել ես, որ բավական է գիտելիք ինչ որ նոր բաներ, ուրիշ լեզուներ փորձել, դա հենց այն մասնագիտություններ, որը ինձ թվում է ինձ պետք է, որովհետև մինչ օրս դա շատ կարևոր դեր է խաղում, որովհետև մեր հաղորդման, մեր աշխատանքի 90%-ը դա սցենարն է, իսկ այդ ամենը առանց այդ միտքդ ճիշտ շարադրելու շատ դժվար կլիներ, բացի դրանից դա թույլ տվեց ուսումնասիրել, ասենք այն հաղորդումները, որոնք պետք է լեզուն իմանաս, որ հասկանաս, այդպես բազմակողմանի կրթվելու հնարավորություն է տալիս։ Ամեն դեպքում ընթացքում երբ որ սովորում էիր, ոչ մի աղջիկ չկարողացավ գերել քո սիրտը։ Գերում էին ընթացքում, սուտ կլինի ասել, որ չէին գերում, բայց ես տենց չէի շտապում միանգամից ամուսնանալ։ Տենց մարդիկ, օրինակ, ինձ թվում է 4-րդ կուրսում Բրյուսովի, ես ու մի երկու աղջիկ էինք, որ ամուսնացած չէին, որովհետև բոլորը միանգամից Բրյուսովի տենց ավանդույթն է, որ 3-րդից արդեն ամուսնանում են, 4-րդում արդեն տենց երեխաներով են, մի խոսքով 5-րդ կուրսում շատ քիչ մարդեր ավարտում առանց մատանի։ Հա, եւ առանց փորիկ։ Եվ առանց փորիկ։ Դու ավարտեցիր, հետո ընդունվեցիր ասպիրանտուրա, սկսեցիր դասավանդել։ Հա, սկսեցի դասավանդել։ Եվ հանդիպեցիր նրան։ Այո, հանդիպեցի, այսպես դասացուցակների կազմման ինչ-որ հետևանքում։ Պատմեք մի փոքր, երկու կողմն էլ հետաքրքիր է, դու պատմիր, հետո Մաշան։ Դու պատմիր, քո մասը ինձ թվում է։ Դու սկզբից, հետո Մաշան։ Դե ես եկա, ինձ ասեցին, Նարեկ ջան, այս խմբերն են քո մոտ, 4-ի, չէ, 3-ի 10-ներ, հա, այնպես մտա ինչ-որ խումբեր ու Մաշան միանգամից ոնց որ աչքի ընկավ, որովհետև ինքը տնային աշխատանքը վարդագույն թղթի վրա տպեց, բացի դրանից շատ տենց կրեատիվ ձևով ներկայացվեց, այսինքն նրան անհնար էր չնկատել։ Դու ինչպես նկատեցիր դասախոսիդ։ Ճիշտն ասած, ես սկզբում նես չեղավ, որ միանգամից սեր առաջին հայացքից 2 տարի եմ մոտավորապես դասավանդման process-ը տևել, առաջի տարին ընդհանրապես չէի սիրում, որովհետև երիտասարդ տղա էլի դասախոսներ ունենք, ովքեր հաշվի առնելով, որ մեր խումբը բոլոր աղջիկներ էին, մեզ շատ ազատություն էին տալիս, երբեք չէին ճնշում, տնային աշխատանքներ չէին պահանջում եւ այլն։ Ինքը առաջի տղա դասախոսն էր երիտասարդ, ով մտավ ու սենց միանգամից դու ուշացել ես դուրս արի աղջիկներին։ Պետք է անգլերեն սովորեն։ Հա, բարձր։ Եվ այլն, ճիշտ ինքն էլ առաջի ժամն էր, ժամը 9-ին էր, շատ անգամ չէի գնում դասերին։ Շատ ծանոթ պատմություն է։ Ու տենց առանձնապես ուշադրություն չէի դարձնում, մինչև հասանք 4-րդ կուրս, ինքը եղավ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, որովհետև ես ուշացել էի ընտրության հարցում ու ուրիշ ազատ դասախոս պարզապես չկա։ Որ առաջին ընտրությունն էին ուղղակի։ Հասկացա։ Ուղղակի ուրիշ ոչ ոք չկար։ Ու այդպես սկսեցինք շփվել, հետո Facebook-ի միջոցով, որովհետև շատ անգամ գիշերներն էի ես աշխատում դիպլոմային աշխատանքից վրա ու գրում էի ու հարց կար, չգիտեի ինչ անեի, Facebook-ով գրեցի մի քանի անգամ, հարցեր էի տալիս դասի վերաբերյալ եւ այլն, ու այդպես ոնց որ արդեն ավարտվեց այդ աշխատանքները, բայց այդ գրվելու process-ը, այսինքն ձեր հարաբերությունները ըստ էության սկսվեցին, երբ որ դու ավարտեցիր։ Դե որպես այդպիսին, հա, որպես տենց դուրս գալ, ինչ որ միասին ճանաչել ավելի լավ իրար, մինչ այդ միայն Facebook-ի միջոցով։ Բայց դու սրտադրոփ էիր գնում առավոտվա ժամը 9-ի դասերին, ինձ թվում է։ Ես չէի ասել դες ամենաառաջի դասից, բայց ընթացքում, հա, ավելի շատ հավանում էի։ Որ ինքը ինձ հավանել է ավելի վաղ։ Ինչքան է ձեր տարիքային տարբերությունը։ 7 տարի։ Հա, այդքան էլ շատ չի։ Այնուամենայնիվ դասախոսի համար սիրահարվել իր ուսանողուհուն։ Սա առհասարակ շատ հաճախ հանդիպող մի երևույթ է ու
չգիտեմ, ինչ-որ տաբու չկա դրա մեջ։ Իմ համար երբեք չի եղել, որովհետև իմ հայրն էլ է եղել դասախոս, ինքը իմ մորը չի դասավանդել, բայց նա եղել է այդ ժամանակ ուսանող, նա եղել է դասախոս Էլի բրուսը պատմությունը կրկնվում է, բացը։ Happy end-ը տեսել եմ դրա համար որևէ տաբու չէի տեսնում։ Իսկ ինչպես արձագանքեցին ծնողները, չգիտեմ, շրջապատի մարդիկ, դասախոսի թե ինչ գործ ունես։ Դե անկեղծ ասած ծնողները մի քիչ նենց արեցինք, որ ավելի աստիճանաբար կա դրան, չգնացինք ու ասեցինք, բարև պապ, ես իմ դասախոսի հետ եմ հանդիպում, տարեդարձս էր, 20-ամյակս էր կարծեմ, հրավիրեցի, ասեցի իմ դասախոսն էր, մտերմացել ենք, շատ լավ, ընկերական, ու այդպես սկսվեց մի խոսքով, այդ ծննդյան տարեդարձից ծանոթացավ քրոջս հետ աստիճանաբար Եվ դասախոսը դարձավ աստիճանաբար ամուսին։ Սերենադ երգել ես Մաշայի համար։ Շատ եմ երգել, ես երգել շատ եմ սիրում։ Գիտարով։ Գիտարով, առանց գիտար, նույնիսկ հարսանիքի օրն էլ մենք տենց մարիաչիներ հրավիրեցինք, Բաքվում իրանք սկսեցին երգել ու տենց էլի կեսից չդիմացա, ես էլ ոնց որ միացա երգին, հա։ Ոնց որ հիմա էլ եմ երգում։ Դուք ամուսնացած եք արդեն 1 տարի, մինչև այդ 3-3.5 տարի հանդիպել եք, եթե չեմ սխալվում, չէ՞։ Դու երիտասարդ ես, Մաշ, ավելի քան Նարեկը։ Ունեիր քո մեջ պատկերացրած իդեալ տղամարդու, որի հետ պիտի կապեիր կյանքդ, ու որին գուցե համապատասխանեց, գուցե չհամապատասխանեց Նարեկը։ Որպես այդպիսին իդեալ չունեի, որ արտակնապես այսպիսին պետք է լինի, ներաշխարհով այսպիսին պետք է լինի, միշտ հայրիկիս եմ պատկերացրել որպես իդեալ, ու հայրիկիս ու մայրիկիս տարբերությունը 9 տարի է տարիքային, ու միշտ պատկերացրել եմ, որ երբեք չեմ կարող ավելի մոտ տարիքով տղամարդու հետ լինել, որովհետև գտնում եմ, որ պետք է մի քիչ ավելի խելացի լինի տղամարդը կնոջից, ուղղորդողը լինի, միշտ կարողանաս հենվել, իսկ տարիքը ինձ թվում է ավելի օգնում է, որովհետև ավելի շատ ճանապարհ է անցել, քան ես, եւ այդ իսկ պատճառով Նաև երևի որ շարունակում է քեզ վերաբերվել լավ իմաստով, Բարբի, հա, իր տիկնիկի, կա այդպիսի բան։ Չարաճճի կապրիզներով։ Չեմ կարծում։ Ինձ թվում է կապրիզները իրանք Հա, շատ դեպքերում տարիքը օգնում է, որովհետև ինքը ավելի հանգիստ է տանում, չէ՞։ Մեծանաս դեկանցնի։ Դուք ամուսնանալուց հետո ինչն էր, որի հետ առաջինը բախվեցիք, որոնք էին դժվարությունները ամուսնական կյանքի, որ Ամենամեծ դժվարությունը ինձ թվում է նաև, որ երկուսս միանգամից մեր ընտանիքներից գնացինք եւ նոր տանը սկսեցինք միասին ապրել, ամեն ինչը փոխվում է դրա հետևանքում, սկսած նրանից թե առավոտը զարթնում ես ինչ ես անում, վերջացրած բոլոր հնարավոր հարցեր։ Դա այտենց ինձ թվում է արագ ընտելացանք դրան։ Մաշան բավականին խեթ է նայում քեզ վրա։ Ինքը արագ ընտելացա։ Դու դեռ չես ընտելացել։ Արդեն ընտելացել եմ, բայց երկար տևեց ինձ մոտ ավելի, քան իր մոտ։ Որոնք էին ընթերությունները, որ բացահայտեցիր Նարեկի մեջ ամուսնական կյանքի ընթացքում։ Ճիշտն ասած, քանի որ մենք տենց երկար ենք բավականին շփվել, կարելի ասել, գիտեի շատ քիչ բաներ իհարկե։ Գիտակցաբար գնացիր այդ քայլի։ Շատ քիչ բաներ բացահայտեցի, տենց փոքր կենցաղային ինչ-որ բաներ, հա, ինչ-որ, չգիտեմ, ինչպես է սիրում սուրճ պատրաստել, խմել եւ այլն։ Լավ ամուսին է։ Այո, որովհետեւ ինձ թվում է կարևորը այն է, որ հասկանանք իրար ու ինչ
ինքը հասկացող է, զիջում է շատ դեպքերում ու լրացնում ենք իրար, քանի որ ինքը հանգիստն է մեր տան, ես ավելի ակտիվն եմ, չեմ պատկերացնում, որ նույն բնավորությամբ լինեինք, կամ պետք է սենց հանգիստ շատ լիներ, ամեն ինչ, կամ շատ բուռն լիներ, ներդաշնակ չէր լինի։ Իսկ մտավախություն դու դաս տալիս ես մինչև։ Չէ, արդեն չեմ տալիս, որովհետև չենք հասցնի ոչ մի ձև դա համատեղել։ Այսինքն հա, մտավախություն չունես, որ կլինի եւս մեկ երիտասարդ հանկարծ պատահաբար ուսանողու հետ, որը կփորձի գերել նրա սիրտը։ Մտավախությունը չկա։ Որ դասավանդերել էլի չկա, որովհետև Նարեկը միասեր է, ու այնպես չի, որ իմ ամուսինն է, դրա համար եմ ասում, պարզապես իրեն ճանաչելով ինքը այդպիսին է ու կապ չունի մարդ է ինքը շուտ չի հոգնում ինչ-որ բանից ու միասեր է։ Խանդոտ ես։ Թվում է տենց ողջամիտ սահմաններում, հա, ինձ թվում է դա տենց ինչ-որ միտված չի ապացուցել, որ ես այսպես շատ եմ սիրում, դա ուղղակի տենց շատ բնական ռեակցիա է, որ մարդիկ ունենում են։ Ո՞վ է զիջող ձեզանից ավելի։ Դե ինձ թվում է Մաշան արդեն որ ասեց ես եմ, դրա համար չես ուզում ասես, որ ինքը չեմ ուզում չզիջել, հա, բայց ինձ թվում է մենք բոլորս էլ այդպես կոմպրոմիսների գնում ենք։ Ազատություն տալիս եք իրար։ Հա, անպայման։ Իհարկե։ Կա այդպիսի բան, որ ուր գնա պիտի զանգ տա քեզ ասի, ուր հասավ, ուր գնաց, թե ասենք, եթե ինչ-որ միտեղ հասավ ու չզանգեց, դա սկանդալի առարկա չի դառնա։ Չէ, չի դառնա, բայց էլի ամեն ինչը ողջամիտ սահմաններում, եթե ասենք գնում ենք ինչ-որ ասենք Գյումրի, հա, որ 180 կիլոմետր պետք է գնաս, բնականաբար հասնելուց բոլորս էլ անհանգստանում ենք։ Բայց այնպես էլ չէ, որ ամեն Քաղաքի մեջ նկատում, հա, դա չկա։ Իսկ Մաշան ուշացող կանանց տեսակին է պատկանում, թե Իհարկե, այդ մեծամասնությանը 99.5%-ին, որ ուշանում են։ Ես օրինակ մտնում եմ այն 0.5-ի մեջ, հա, ես բացառացնում եմ այդ իմաստը։ Ճիշտ է, մենք որ եկանք ուստեղ էինք։ Դուք որ եկաք, ես արդեն այստեղ էի։ Ետ գնանք դեպի հեռուստատեսային կյանք։ Ինչպես Նարեկը, ով մինչ այդ հանդես էր գալիս ուղղակի ստենդափ կոմեդիների ոճում, փոքրիկ էսպես դահլիճներում հայտնվեց հեռուստատեսությունում։ Ու գնաց։ Դե ամեն ինչ շատ ավելի վաղ սկսվեց, ինձ թվում է այդ բաներից էր, որ միշտ ուզեցել ես դա անել ու սկսած տենց երևի 5-6 դասարանից ես ինչ-որ բաներ գրում էի։ Ժամանակ Մոսկվայում էի սովորում, հիշում եմ, որ մի անգամ գնացինք Եվգենի Պետրոսյանի համերգին, այն ժամանակ ինքը շատ տենց ակտուալ ու շատ ծիծաղելի էր, հա, ու դրանից հետո սենց որ դուրս եկանք, ես ինչ հիշեցի, իսկ մեծ մասը ես չհիշեցի, փորձեցի տենց վերարտադրել ու ինչը չէի հիշում ինքս լրացրեցի, ինչ-որ մի հատ տենց կիսա գողացած, կիսա ստեղծագործած բան գրեցի, որը տենց դպրոցում առաջի անգամ տենց փորձեցի դասարանցիների առաջ բանանել, ներկայացնել, ժամանակ տենց բանն էինք, չի պիտի անպայման, պետք է տենց տարին մեկ անեինք, ու տենց ինձ շատ դուր եկավ, որ մարդիկ ծիծաղում էին։ Հետո մեր մոտ տենց ավանդույթ կար, որ դասերից հետո մի հատ խանութ կար, մենք իրան ասում էինք բուլկա, մենք միշտ գնում էինք իր առաջ ու ասենք եթե դասերը մեկին էին վերջանում, մենք մինչև ժամը 5-6-7 ընկերներով այդտեղ մնում էինք ու այդտեղ ստեղծվում էր ինձ թվում է մինչև որս ամենալավ կատակները, ամեն ինչը ու այդ process-ը ոնց էր դա սիրահարվածրեց այդ կատակերգությանը ու դրանից հետո անընդհատ գրել եմ, տենց միշտ փորձել եմ, բայց երբ որ տեղը չէի գտնում, այն ժամանակ չկար YouTube եւ այլն փորձում եմ ինչ-որ տենց էլի բեմի վրա լներ երգել եմ փորձել եւ այլն, հետո որ մի քիչ ոնց որ մենք տեսանք որ հայ մարդը կարա ստենդափ կոմեդիանի, երբ որ առաջ անգամ Comedy Club-ը տեսանք, հետո մի քիչ էլ բացվեց, սկսեցինք YouTube-ում ամերիկյան Ջորջ Կարլինին նայել, չգիտեմ, մնացածներին, ասենք բա ինչի սա չփորձենք ու փորձեցինք ու տենց աստիճանաբար սա եկավ, հետո ստեղծվեց YouTube-ը, մենք սկսեցինք YouTube-ի համար ինչ-որ բաներ նկարել, մինչև մեզ հրավիրեցին հեռուստատեսություն, սկզբից ինտերնետային հեռուստատեսություն, հետո արդեն ավանդական հեռուստատեսություն։
Դու անդադ ասում ես մենք, դու եւ Սերգեյը, մենք։ Հայկական առհասարակ իրականության մեջ այդ մենքը հաճախ չես հանդիպում, ավելի շատ հանդիպում ես եսին։ Եվ դուետները միշտ չէ, որ կարողանում են դուետ մնալ։ Հա, բայց մեր ժամանակ իսկական հետաքրքիր ֆենոմեն է, որ միշտ դուետներ են լինում, ու դա մենակ Հայաստանում չէ։ Համամիտ եմ, ես հիմա խոսում եմ մեր իրականության մեջ։ Այ ինչպես է կարողանում այդ մենքը պահել։ Ինձ թվում է իմաստը գաղտնիքը պահելու նրանում է, որ վաղուց արդեն չկա այդ վեճը, որ ով ինչ պետք է անի ու արդյոք դիմացինի արած շատ վատն է, թե շատ լավն է, մենք նախ փոխադարձ հարգում ենք իրար եւ գնահատում ենք աշխատանքը ու փորձում ենք իհարկե աշխատում ենք նույն բանի վրա, դրա համար բոլորիս նպատակը մեկն է, որ այդ վերջնական պրոդուկտը լավ լինի։ Լրացում եք միմյանց։ Հա։ Դու հավատում ես, որտեվ ասեցիր, որ միշտ երազել եմ, որ սա լինի իմ կյանքում եւ այլն։ Հավատում ես, որ բացի աշխատանքից, որը տանում ես դեպի քո նպատակին հասնելը, կա այսպիսի մի ֆենոմեն, որ ինչ լիցք որ ուղարկես տիեզերք, ինչ որ մի պահի դառնում է իրականություն։ Դե ծանոթ եմ այդ տեսության հետ, գուցե եթե դա հենց այդքանով չի աշխատում, բայց եթե դու այնքան ես դրա մասին մտածում, որ նույնիսկ տիեզերք լիցքեր ես ինչ որ հեռարձակում, դա նշանակում է, որ այդ գաղափարը քո կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Հիմա թե տիեզերքը դրանք արձագանքի թե չէ, դու դրա վրա աշխատել ես, դու դրա վրա ժամանակ ես ծախսել ու հավանականությունը մեծ է, որ կստացվի, որովհետև անկախ նրանից թե ինչ ասեն, որ մարդիկ հիասթափվում են շուտ, իրականում ինձ թվում է վերջի նրանք շատ քիչ ժամանակ են, ոչ բավական ժամանակ են դրան հատկացրել։ Այ որտեղ է սահմանը քո բավականի ու ոչ բավականի։ Երբ որ ինչ-որ բաներ սկսում են ստացվել, դա նշանակում է, որ ոչ բավականից հեռացել ես, բավականին երբեք չես էլ հասնելու, բայց կարևորը այդ առաջի կանգառից դուրս գալն է։ Երբ որ մենք կայք բացեցինք ու սկսեցինք երգիծական հոդվածներ գրել, մենք անչափ ուրախանում ենք, երբ որ 10 հոգի լայք էր տալիս այդ հոդվածներին։ Իսկապես մենք չէինք պատկերացնում, որ կարող է մի օր 100 հոգի լայք տա, որովհետև մեզ թվում էր, որ սա շատ նեղ հումոր է, սա շատ նեղ մարդկանց խումբ կհասկանա ու կգնահատի, դրա համար այնպես շատ հրճվում էինք, բայց պարզվեց, որ ահագին մարդկանց դա հետաքրքիր է։ Դուք շատ ազատ հումոր եք անում թեմաների շուրջ, որոնք ամբողջ աշխարհում անազատ են։ Այսպեսի բառ չկա, ես օգտագործում եմ։ Մտավախություններ Ինձ թվում է ժամանակի հետ ոնց էր մենք գտանք դա անելու ձևը, որ համ չվիրավորես նրան ում շուրջանում ես այդ հումորը եւ որ միևնույնն է բարձրացնես խնդիրը, որը պետք է բարձրացնես։ Բայց մտավախություն չեք ունեցել, որ գուցե մի օր ձեր դուրը կթակեն ու կամ հեռախոսը կզանգի։ Իհարկե ունեցել ենք եւ գուցե եւ վաղն էլ դա լինի, չգիտեմ, բայց այնքանով ես ինձ ապահով եմ զգում, որ գիտեմ, որ ես ինչ-որ սահման չեմ անցել, զուտ դա է, և եթե ես այդ սահմանը անցնեի, ինձ թվում է կարող առաջի հայացքից շատ ավելի շատ մարդկանց դա դուր գար, այդ ցանկությունը կա, լսել ինչպես ինչ-որ մեկին վատ բան ասեցին, բայց դա արդեն ոչ թե հումորի համար կգնահատեին, այլ կգնահատեին, որ ինչ-որ մեկը սա արեց, իսկ ես ուզում եմ, որ հումորի համար գնահատեն։ Ամեն դեպքում իհարկե ձեր հաղորդումների մեջ այդ հեռուստատեսային էթիկան միշտ պահպանված է։ Իրապես Մաշան, երբ որ նայում ես օրինակ նրա հաղորդումները, ինչ զգացողություն է լինում մոտդ որպես նրա կին, այսինքն եթե սխալ է, ընկալում ես սխալը ու ասում ես իմն է, հաջողություններ նույն չափով, թե Չէ, ես երբեք չեմ կարողանում իր հաղորդումները նայեմ այնպես, օրինակ ինչպես ձերը կնայեմ, պարզապես հետաքրքիր հաղորդում որպես, ես ամեն մանրուքին անկախ ինձանից ուշադրություն եմ դարձնում, հետո երբ գալիս է տուն, անպայման երբ միասին ենք նայում կամ երբ ես նայած եմ լինում, ասում եմ, որ սա ավելի լավ էր, այսպես ավելի վատ էր, որ այսպես արվի, ավելի գեղեցիկ կլինի, ու շատ անգամ շտկումները հետո նկատում ես։ Հա, շատ անգամ ընդունվում է, շատ անգամ պարզապես ինքը ինձ ավելի
իր պրոֆեսիոնալ տեսանկյունից բացատրում է, թե ինչու էր այդպես ու ես եմ ընդունում, որ այդպես փաստորեն ավելի ճիշտ էր։ Մասնագիտական հիվանդությունը վարակիչ է փաստորեն։ Իհարկե։ Լավ օրինակներն են առհասարակ վարակիչ։ Ինչի համար եք շնորհակալ միմյանց։ Ես շնորհակալ եմ, որ այդքան հոգատար է, որ իմ տրամադրությունների ֆլուկտուացիաներին դիմանում եմ եւ շատ բաների համար ինձ թվում է հիմա բոլորը չենք հասնի, ես չգիտեմ, ես որ մենք ամուսնացանք, ես իրան ակին նորովի բացահայտեցի, ինչքան էլ մենք երկար ենք բան արել, բոլոր բացահայտումները միանշանակ դրական են եղել, ինձ որ ես ինձ դարձել եմ ամուսնության ջատագովներից։ Փաստորեն։ Ես իր այդ նշած բաները ինձ թվում է մի բառով սեր է կոչվում, սիրո համար եմ շնորհակալ։ Ես էլ շնորհակալ եմ այս մթնոլորտի համար, որը ստեղծել եք այստեղ Սպիտակ անկյունում եւ մաշ 5 բլիցհարց քեզ, հետո 10 քեզ արդեն Նարեկ ջան։ Ինչը կարող է Նարեկին զայրացնել։ Ոչ պունկտուալությունը։ Ինչից է նա վախենում։ Վախենում։ Չեմ կարող ասել, իր վախերից չի սիրում խոսել։ Ո՞րն է Նարեկի երազանքը։ Երազանքներ շատ ունի, բայց ինձ թվում է իր կարիերային է վերաբերվում, ինքը երազում է իր սիրած ամերիկյան հաղորդումների համար սցենարներ գրել։ Ես դա ցանկանում եմ քեզ ու գիտեմ, որ վստահ եմ, որ կարող է դա քեզ մոտ ստացվել, դեռ շատ լավ նաև ծանոթ եմ քո անգլերենին, մենք նաև առիթ ենք ունեցել համագործակցելու։ Նարեկը խառնվածքով բու է թե արտույտ։ Արտույտ։ Բծախնդիր է ուտելիքի հարցում։ Ոչ, չի ասի։ Համապատասխանեցին հարցերը։ Հա։ Ես շատ անբծախնդիր եմ, որովհետև մի 3-4 բան կա, որ առհասարակ չեմ կերել, չեմ ուտում եւ չեմ պատրաստում ուտել, օրինակ գրեչկան։ Նույնիսկ տենց չեմ էլ ուզում հայերեն անվանումը իմանամ, որովհետև դա իմ համար գոյություն չգիտեմ անկեղծ ասած։ Դրա համար տենց շատ հեշտ է։ Բոլոր։ Հետաքրքիր է, գիտեք ինչն է նաև շատ հետաքրքիր, որ այսօրվա, չգիտեմ, երևի ձեզանից է, ես անընդհատ ժպտում եմ այս եթերի ընթացքում։ Իր որը միշտ քեզ հետ է։ Հիմա արդեն մատանիս։ Իրադարձություն, որը հիմնովի փոխեց քո կյանքը։ Տենց մի քանի սեղան, ինձ թվում է, դե ամուսնությունը դա պարզ ասենց ֆունդամենտալ փոխում է կյանքը, հեռուստատեսություն գալ է ինձ թվում է նաև այդ ֆունդամենտալոտ բաներից էր։ Նկար, որը երբևէ որևէ մեկին ցույց չես տվել դեռ։ Ինձ թվում է, թե ես չեմ ցույց տվել iCloud-ը ջարդելուց, ինչ որ մարդիկ կարան տեսնել։ Ամեն դեպքում կտեսնեն։ Հանդիպում, որը շրջադարձային էր քեզ համար։ Մաշային հանդիպելը։ Ինչի մասին երբեք չես խոսում հանրության առջև։ Շատ բաների, ինձ թվում է, ամեն մարդ ունի մտքերի մի ամբողջություն, որ բացարձակ նախատեսված չի կիսվելու։ Պատմական որ ժամանակաշրջանում կցանկանայիր ապրել։ Ես շատ սիրում եմ մեր առկա ժամանակաշրջանը։ Ես շատ կուզենայի տեսնել օրինակ 50-ականների Ամերիկան, որովհետև դա ասենց հեղափոխական դարաշրջան էր, բայց չէի ուզենա ապրել, ինձ շատ հետաքրքիր կներ այնտեղ լինել։ Ում հետ կցանկանայիր փակված մնալ վերելակի մեջ։ Լիֆտյորին։ Ավարտիր հետևել արտահայտությունը, կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, Եթե զբաղվեի աշխատանքով, որը ստեղծագործական չէ։ Եթե իմանայիր, որ կյանքիդ ավարտին մնացել է 90 րոպե, ինչ կանեիր։ Չկանեի։ Ինչ-որ բան գիտեք, չեք ասում ինձ, հա։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, թե դրան տենց հանգիստ կապրեի։ Ինչ է քեզ այսօր պակասում կատարյալ երջանկության համար։ Սա ոչ ման չի պակասում։ Ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ իմ այսօրվա 30 րոպե անընդմեջ շփիթի համար։ Այսպիսին էր Սպիտակ անկյունը Նարեկի եւ
Մաշայի սպիտակ անկյունում։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։